Մեր պաշտպանության նախարարը պատմության դասատու, մի տեղակալը վարկային մասնագետ, մյուս տեղակալը տնտեսագետ, երրորդ տեղակալը ոստիկան։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը եւ երկու տեղակալները գեներալ գնդապետ են, մյուս երկու տեղակալները գեներալ լեյտենանտ են։ Մի հատ հասկացեք էլի։ Ամենապատասխանատու ոլորտների ղեկավար աշխատողները ովքեր են։ Ինչի մենք գեներալներ չունեինք, մասնագետներ չունեինք, որ դասատու ես նշանակել պաշտպանության նախարար, հրաչային էլ տեղակալ։ Ոչ, դա միամիտ չէ։ Քաղաքականությունն է այդպիսին։ Բացի այդ որ մի նորմալ գեներալը կգար կաշխատեր սրանց հետ, կհարցնեք դուք։ Նորմալ գեներալ ուզենար սրանց հետ աշխատել, Արշակ Կարապետյանը կամ Վաղարշակը կամ Սուրիկը կդառնային նախարար, Ասրյան Էդվարդը կդառնար գենշտաբի պետ։ Պատկերացնում եք Վազգեն Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի գենշտաբի պետը լրագրողի հարցին, թե ինչու ադրբեջանական ուժերը Ջերմուկի հատվածում հետ չեն քաշվել, ասեր դուք անձամբ զենք վերցրեք, եկեք իմ կողքը կանգնեք եւ միասին կգնանք։ Քանի րոպե կմնար դա իր պաշտոնին։ Պագոնները կհանեին, կպոկեին ու դե գիտեք ինչ կանեին, պատկերավոր պատկերացրած։ Ոնց ղեկավարողն է, այնպես էլ իր դրած պաշտոնյաներն են, այնպես էլ երկրի օրն է։